Նորընտիր խորհրդարանի աշխատանքի մեկնարկին ընդառաջ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը բացահայտ խոսել է նախորդ խորհրդարանում պատիվ ունեմ խմբակցության հետ տարաձայնությունների մասին։ Այս պարագայում շատ ավելի հեշտ է, որովհետև այդ տարաձայնություններն, ընդգծված տարաձայնությունները չկան։ Կարծում եմ շատ ավելի հանգիստ կարող ենք աշխատել ազգային ժողովում։ Նկատում եմ երկու ֆրակցիաներն իրար հետ։ Քաղաքական ուժերը ունեն նույն օրակարգը, սպասարկում են նույն շահը, Ռուսաստանի շահը Հայաստանում, ինչի պետք է տարաձայնություն ունենան։ Իրականում այնտեղ խնդիր չունեն իրենք միմյանց հետ, որովհետև նախընտրական շրջանում մենք տեսանք այդ ռակիրովկաները տարատեսակ եւ դեռ միջև ընտրությունների սկսելը մենք լսել ենք արդեն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ նա շատ դրական է վերաբերում Սամվել Կարապետյանին եւ կաջակցի իրեն պետք եղած, հարկ եղած դեպքում։ Սամվել Կարապետյանին ու Ռոբերտ Քոչարյանին կապում են արտաքին ընդհանուր շահերը, կարծում են մասնագետները։ Այս պայմաններում բնական համարում, որ երկու ուժերի միջև այս պահին տարաձայնություն չկա։ Փորձագետները հիշեցնում են, 2020-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար պահանջված 2 միլիարդ դրամի գրավի վճարմանը մասնակցել էր նաև Սամվել Կարապետյանը։ Բացի այդ, Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի անդամները Ռոբերտ Քոչարյանի նախկին կարկառուն թիմակիցներն են։ Մենք որևէ քննադատություն չենք լսել Սամվել Կարապետյանի կամ Նարեկ Կարապետյանից առ երկրորդ նախագահ կամ առ դաշնակցություն իրենց եղած իշխանության տարիներին եղած այդ քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետության կրած զրկանքների պարագայում դրա վերաբերյալ որևէ քննադատություն չենք լսել։ Իրենք հարց չեն բարձրացնում, թե ինչպես եղավ, որ 99 թվականի մայիսից, այսպես ասած, կարող ենք ասել, որ փաստացի երբ Հայաստանի Հանրապետության ամբողջության բնկավ արդեն իշխանության ուզուրպացիա տեղի ունեցավ եւ իրենք դրա հետ խնդիր չեն տեսնում։ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի տարաձայնությունների պատճառներին անդրադառնալով քաղաքագետները վերհիշում են, Քոչարյանը ավելի վաղ իր հարցազրույցում էլ հայտարարել էր, որ չի ներել իր իրավահաջորդին 2018-ին հրաժարական տալու ու Թավշյա հեղափոխությանը պարտվելու համար։ Ռոբերտ Քոչարյանն ուզում էր Վլադիմիր Պուտին, Դմիտրի Մեդվեդև ֆորմատի համաձայն մի նմանատիպ իրադրություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում, երբ նա արդեն երկու անգամ նախագահ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանին նշանակեց վարչապետ եւ մտածում էր մի այնպեսի ռակիրովկա նույնպես տեղի ունենա այստեղ, բայց դրա փոխարեն Սերժ Սարգսյանը գնաց Կարեն Կարապետյանի հետ համագործակցությամբ այն ամենավերջում համենայնպես Ռոբերտ Քոչարյանը որպես վարչապետ նա չէր դիտարկում եւ կան արտահոսքեր, որ նա քանիցս մերժել է, որ Ռոբերտ Քոչարյանին հետ կբերի իշխանության։ Եվ բնականաբար հիշաչար այդ վրիժառու Ռոբերտ Քոչարյանը չէր կարող մոռանալ դա, իսկ այն որ նա հիշաչար եւ վրիժառու է, կարծում եմ 98 թվականից 2008 թվականը շատ լավ ցուցիչ է, թե որքան քաղաքական սպանություններ, հետապնդումներ եղան Հայաստանի Հանրապետությունում։ Ինչի համար է Ռոբերտ Քոչարյանը ստեղծել Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան։ Այդ ուժը ստեղծվում էր որպես հանրապետական կուսակցության համար հակակշիռ։ Պարոն Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր նախագահական աթոռը Սերժ Սարգսյանին հանձնելուց հետո ունենա խորհրդարանական մեծամասնություն ազգային ժողովում եւ այդպիսով պահպանի իր ձեռքում որոշակի լծակներ իշխանության կառավարման օղակներում, բայց մենք տեսանք ինչ եղավ հետո, ես չեմ ուզում հիմա շատ բաներ ասեմ, որոնք չպետք է ասեմ, բայց այնուամենայնիվ Սերժ Սարգսյանը վերցրեց ամբողջ 100%-ով իշխանությունը ՀՀԿ-ում, ՀՀԿ-ն դարձավ իր կուսակցությունը եւ ԲՀԿ-ն այդ դերակատարումը, որը փորձում էր պարոն Ռոբերտ Քոչարյանը տալ իրեն այդ խորհրդարանում, չունեցավ։ Եվ հետեւաբար ամբողջ իր նշանակությունը, որը պարոն Քոչարյանը դերել էր այդ կուսակցությունը ստեղծելով, հավասարվեց 0-ի։ Միևնույն ժամանակ քաղաքագետները նկատում են, եթե հիմա ուժեղ Հայաստանն ու Հայաստան դաշինքները նույն ուղեծրում են, տարաձայնություններ չկան, ապա խորհրդարանում որոշակի ժամանակ աշխատելուց հետո չի բացառվում, որ նրանց միջև էլ սկսվի մրցակցություն, ով որքան լավ է կարողանում աշխատել երրորդ երկրի շահերը Հայաստանում սպասարկելու համար, ու ով պետք է համարվի ընդդիմության հիմնական առաջնորդը։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։